Եվ այսպես, որ մի քիչ կարծացնենք, Փաշինյանը, քանի որ այս քայլերը կատարել է, ես հայտարարում եմ, որ այս ամբողջ արդյունքները, Արցախի կորուստը, պատերազմը, հետագա 10 բախումները Ադրբեջանի հետ, մեր ստրատեգիական բարձունքների կորուստը, եւ այս չդադարող այս բանի կապիտուլյացիայի այս գործընթացի միակ պատասխանատուն դա Նիկոլ Փաշինյանն է եւ դրանք բոլորը հետևանք են իր ստոր անբարոյական տգետ եւ պատեհապաշտ քաղաքականության Սա շատ կարևոր բացահայտում է, որովհետև սա թույլ է տալիս մեր ժողովրդին ընտրություններից առաջ լիակատար եւ լիարժեք պատկերացում ունենալ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարել մեր երկիրը եւ ինչպես է ինքը դարձել այս աղետի հեղինակը եւ գլխավոր ճարտարապետը։ Ես հուսով եմ, որ մեր ժողովուրդը կանի համապատասխան կվերցնի համապատասխան դասերը, կհասկանա ինչ է կատարվել եւ մենք սա երբեք չենք թողի, որ այս թեման քնի։ Սա, ասեմ ձեզ, ամենակարևոր բանն էր, որ եղավ Նիկոլ Փաշինյանի բացահայտման, իր այդ բնավորության, իր կառավարման շրջանի բացահայտման առումով։ Եվ ամենակարևորը, այն մարդը, որ սա արել է, Այն մարդը, որ մեզ տարել է պատերազմի ուղղությամբ, 10 ռազմական բախում ունեցել է Ադրբեջանի հետ իր 7.5 կառավարման տարիներին, այսօր մեր ժողովրդին ասում է, որ ինքը խաղաղություն է բերել։ Ատեղել է ստում։ Բայց այդ ստերը մեկ այլ հանդիպման կամ ասուլիսի կամ հարցազրույցների թեմա կլինեն։ Ես ուզում եի այսքանը ներկայացնել ձեզ եւ սիրով պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերի։